Հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Եվա Կոպովնան ձեզ համար նախապատրաստել հետաքրքիր թողարկում, ունեմ շատ սպասված հյուր, այնպես որ րոպե նրանց սիրով նրան կներկայացնեմ, բայց մինչ այդ շնորհավոր եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Չի եղել երբեք ու չի կարող լինի ծնողից հեռու հոգիդ ուրախ լինի ինձ ներիր դու մամ թե քիչ եմ քեզ ասել ես գիտեմ թե ոնց է սիրտատից սպասել ցավը տանեմ մամ ջան քեզ սիրում եմ անչափ դու իմ կյանքի, դու իմ սրտի ամենաթանկ ցավը տանեմ մամ ջան շատ ես քաշել տանջանք ինչ ունեմ ես քոնն է դու ես իմ արևին պարզանք ինչ ունեմ ես քոնն է դու ես իմ պատիվ իմ հարգանք Թե ասել եմ առաջին անգամ մի բառ Սեր ասելներ որ ունի չորս ոսկե տար Ու հիմա իմ ցանկությունն է առաջին Լինի քոնը մայր իմ շունչային վերջին Ցավը տանեմ մամ ջան քեզ սիրում եմ անչափ Դու իմ կյանքի դու իմ սրտի ամենաթանկ ցավը տանեմ մամ ջան շատ ես քաշել տանջանք ինչ ունեմ ես քոնն է դու ես իմ արևին պարզանք ինչ ունեմ ես քոնն է դու ես իմ պատիվ իմ հարգանք Դե ինչ 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է Ձինա այդ նախագիծը եւ ըստ ֆորմատի ես կամ ներկայացնում եմ տեսահոլովակ կամ տեսանյութ։ Այս բան ես իմ ամենասիրելի կադրերն եմ ձեզ ներկայացնում, որովհետեւ տեսանյութի գեղեցկուի տաղանդավոր հերոսուհին արդեն ինձ մոտ տաղավարում է, ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։
Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ-շատերն են մոտ նստել, ձայնը բարձրացրել, շատերն ասում են, Զինա ջան, շնորհակալ ենք, որովհետև նրա ֆոտո-վիդեոներ ինձ շատ եք ուղարկում, բայց հավատացած եղեք, հենց րոպեն գտել ենք եւ գողացել ենք նրան։ Եվ նա իր ժամերն է տրամադրել մեզ, այնպես որ րոպե չկորցնելով մեծագույն սիրով ես ասեմ, որ հյուրընկալել եմ տաղանդավոր ընկերուհուն, երկար բարակ չեմ ասում, Ռոզի Ավետիսովա։ Ռոզես ողջույն իմ աղջիկ։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար քեզ։ Դու եթե տեսնես թե ինչքան ֆոտո-վիդեո կա ինձ մոտ, նաև ծրագրի էջում, Ռոզ, որտեղ ինչու Ավետիսովան չի գալի քեզ մոտ տաղավար։ Ռոզ ասա, որ դու ինձ մոտ եղել ես, ես հերթով դնում եմ, որ դու ինձ մոտ եղել ես։ Հա, ու վերջերս էր, շատ ժամանակ չի անցել կարծեմ։ Պահանջարկ կա, էլի, ուզում եմ տեսնել Ավետիսովային ինձ մոտ։ Ու շատերն էլ ասում են Ինային կասես, ասում եմ դե Ինան հիմա ժամանակ չունի, կգա երբ որ նորություն, փաստով Սիրային ասում։ Շատ լավ, բայց քանի Ինայից սկսել ենք երկու բառներ կա Ինայի մասին, խոսենք մի քիչ հետ գնանք։ Երբ որ ես Ավետիսովային տեսա, որ իմ Ռոզին պատրաստվում է սերիալում, ես գիտեմ, որ դու որոշ ժամանակ մի տեսակ ստոպեր սերիալի երկար տարիներ արդեն։ Ռոզ, ուզում եմ հասկանալ, դե քեզ դուր եկավ, այդ քեզ մի քիչ նման էր, թե հեռու էր, թե ինչ, թե ինչու ոչ, արժի մի քիչ սերիալով ես զբաղվել։ Նախ դերը հետաքրքիր էր, երկրորդը ես սիրում եմ ինձ փորձությունների ենթարկել ու ես հասկանում եմ, որ երկարատև պրոյեկտները ինչ որ մի էտապից հետո հոգնեցնում են եւ դու ինքդ ես սպառվում, պատճառներից մեկը միշտ է եղել, որ ասել եմ, չէ, երկարատև պրոյեկտ չեմ ուզում, մաքսիմում 2-3, լավ 4 ամիս, բայց ոչ շատ էլի, բայց այս դեպքում այսպես ասած եւ փորձում եմ ինձ, իմ համբերությունը, իմ կարողությունը այդ ֆորմատի մեջ աշխատել չձանձրանալու եւ նաեւ չձանձրացնելու, ինչու ոչ, որովհետեւ դու երկարատև պրոյեկտի ժամանակ շատ դժվարությամբ ես գտնում հնարավորություն անընդհատ հետաքրքիր լինելու եւ չկորցնելու կերպարը, քո գիծը, քո հետաքրքրությունը հանդիսատեսի համար, հա, դա բավականին բարդ բան է իրականում, չհոգնեցնել հանդիսատեսին, դա շատ կարեւոր, ինձ համար կարեւոր է ամեն դեպքում։ Հիմա մեր պրոյեկտը դեռ այսպես ասենք դեռ նորածին է, հա, շատ մեծ չի եւ մենք դեռ բոլորս այդ էտապում ենք, որ դեռ հետաքրքրություններ չենք կորցրել, դեռ աշխատում ենք, դեռ մենք մեզ համար են գտնում հետաքրքրություն, դեռ սցենարն է զարգանում եւ զարգանալու շատ ճյուղեր ունի։ Այսպիսի մի փուլում ենք, այս փուլում կարող եմ շատ լավ բաներ ասել միայն մեր process-ից եւ գումարած նրանից, որ ես նաեւ ունեմ հիանալի խաղանկերներ, հիմնականում այն մարդիկ, ովքեր հիմնական իմ խաղանկերներն են նկարահանման հրապարակում, մարդիկ են, ովքեր փորձում են մաքսիմալ պրոֆեսիոնալ աշխատել եւ թե մասնագիտական առումով, թե մարդկային առումով շատ հեշտ է իրենց հետ հաղորդակցվել եւ այդ երևի թե իմ հաջողություններից մեկն է։ Կա տեղ տեսարան կամ սցենարային, որ ասում ես, «Էս Ռոզին է, ոչ թե Ինան»։ Կան տեղեր, իհարկե, առողջության մեջ մանավանդ։ Իմ կերպարը ունի մի շատ հատուկ գիծ, մի ուղիղ գիծ, որ շատ հատուկ է նաև ինձ, դա չորությունն է։ Ես ինքս էլ իմ բնավորությամբ շատ սիրելու ժամանակ անգամ այդպես փափուկ մարդ չեմ եւ այդ ռուսերեն մի հատ բառակապակցություն կա, ասում են «Телячьи нежности»։ Այդ երևույթները ինձ տրված չի, ես այդպես չեմ սիրում, ես այդ նույն չորությամբ եմ սիրում, ինչպեսին որ իմ հերոսուհին է, ու այդ հարցում իհարկե մեկին մեկ մենք համընկնում ենք, որովհետև այո, ինքն էլ իր երեխաներին, իր ամուսնուն եւ իր սիրելու կերպն էլ է այդպեսին, ինչը որ ես հասկանում եմ եւ ամբողջությամբ արդարացնում, բայց կարևորը սիրում է։ Ինչ կերպ կարևոր։ Շատ ուժեղ է, Ինան շատ ուժեղ է։ Ես հետևում եմ սերիալին։ Ես երբեք չեմ թաքցրել այն երևույթը, ճիշտ է սիրում եմ, որ ինքը մինչև 20 սերիալ լինի, հետաքրքրություն, բայց եթե իմ նախընտրած մարդիկ խաղում են, օրինակ կա տեղ, որ ուզում եմ մենակ քո մասը նայեմ, չէ, ես ամբողջ սերիալը հետևում եմ։ Ես կարող եմ հստակ նաև շատերը նստել բամբասել սուրճի, ասենց են, որ ուղեկցությամբ ով ինչ է անում։ Բայց ես վերջի ժամանակահատվածում մի քանի տեղն ասում եմ Ինուլ իմինային։
ընկերույթ ոնց որ Ինա է անում, որովհետև իմ Ինայից էլ թեմաներ կա։ Հա, հնարավոր է։ Իսկ դու անունը նախ ինչ որ բան քեզ հուշում է, բնավորության ինչ որ գծեր, մոտեցում։ Հա, Ինա։ Հնարավոր է։ Մի խոսքով այդ Ինան բոլորի սրտով է։ Շատ լավ, բայց այդ բոլորը մեկտեղ իմ ընկերուին հասցնում եւ ներկայացումներ, ես վերջերս Իմիայի հետ վայելից եմ մանկական ներկայացում, որտեղ Ոնկան, այո, դե միան փայլում էր, անընդհատ խանգարում գոռում էր Ռոզի, այդ արդեն բոլորը հետևից ասում են բալիկ ջան, հեսա կվերջանա կգնաս կգրկես, այդ տարբերակով, բայց փաստորեն Ռոզ դու հասցնում ես քեզ ինչ պետք է գրաֆիկիդ մեջ մտցնել։ Շատ մեծ դժվարությամբ, որովհետև դա բացառապես իմ առողջության հաշվին է լինում։ Հա։ Ու ինձ թվում է բոլորի դեպքում էլ այդպես է լինում, թե մարդիկ ինչ որ արդեն գերագնահատում են իրենց ուժերը եւ իրենց ժամանակը, այն մնացածը ինչ որ մի մասը արդեն արվում է մեր ուժերի եւ մեր առողջության շնորհիվ, որովհետեւ երբեմն իսկապես չես կարող շատ բան համատեղել, հատկապես իմ մոտես շրջանում մի քանի պրոյեկտ է իրար հետ, երկու նոր ներկայացումներ իրար հետ ու ֆիզիկապես այդ ամեն ինչը հասցնել գրեթե անհնար է Ֆիզիկապես, իսկ ըստեղի հետ կապված այդ սցենարի տեքստերը Այստեղ ամեն ինչ դեռ լավ է, դեռ լավ է, ասում եմ դեռ։ Այստեղ այո, ես շատ անգամ հասկացել եմ, որ մենք իրականում երբ մի բան վերցնում ենք, մենք հոգեպես պատրաստ ենք դրան, որ այո, դա հասցնելու ենք, անելու ենք, բայց մենք մոռանում ենք դրա մասին, որ ֆիզիկական արարածներ ենք եւ ինչ որ պահի մարմինդ կարող է ուղղակի ասել, միտքդ ուզում է դեռ աշխատել, սթափ է եւ գիտակցում, բայց մարմինդ ասում է ոչ, դու պիտի քնես օրինակ։ Իսկ ոչինչ չանես, պարզապես քնես։ Իսկ ես հիմա ոչ մեկին չեմ ուզում մեղավոր հանել բացի նախագծերից եւ քո ընտրությունից, որ այս դեպքում անձնական անցնում է, չգիտեմ, որերորդ պլան։ Ես կարծում եմ, որ այն մարդը, ով 24/7 աշխատավայրում է, ինքը չի կարող խոսել առհասարակ անձնականի մասին, որովհետև ուզես դու թե չուզես, քո ամենաանձնական երևույթը դա այն է, երբ դու տանը արթնացար, գնացիր լոգարան, հետո եկար հագնվեցիր, դուրս եկար, հետո եկար տուն, գնացիր լոգարան ու քնեցիր։ Այդ է քո անձնական կյանքը, այսպես ասած, սկսում եւ ավարտվում է այդտեղ։ Դրա համար քեզ ու Ինային նույն տեքստն է սպասվում։ Ով ձեզ այդ ռեժիմով կսիրի։ Ու մենք նաև այդ ռեժիմով կսիրենք։ Ինձ թվում է, երբ հարցը հասնում այնտեղ, որ պետք է ինչ-որ բան արդեն մեր սիրելու մասին լինի, այդտեղ մենք էլ չունենք ոչ մի ռեսուրս, չունենք ոչ մի ուժ, չունենք ոչ մի ժամանակ եւ հավատա երևի թե իսկապես չունենք երբեմն նաև ցանկություն։ Բայց մենակա այն տղերքի համար եմ ասում, ովքեր որից զանգում են միշտ։ Շատ լավ։ Այս մի քիչ կողք դնեմ, բայց եթե Instagram-յան edge-ին հետևում ենք, դու ժամանակ գտնում ես հատուկ ստորներ անել կատուներիդ։ Հա։ Իրանց այդ րոպեները իրանցնա, չէ։ Եթե իրենց հետ այդ րոպեները չլինեն, հա ես չեմ դիմակայի այն ծանրաբեռնված աշխատանքին կամ ներվին, որը առհասարակ ուզենք թե չուզենք լինում է, հա, մեր տնից դուրս, սկսած խցանումներից, վերջացած ինչ որ աշխատանքային ծանրաբեռնվածություն եւ այլն, այդ ամբողջը ինձ օգնում են թոթափել, հանգստանալ, ռելաքս լինել իրենք։ Դրա համար իրենք արժանի են, որ տանը ես ինչքան էլ հնարավորություն ու ժամանակ չունենամ, իրենց մի փոքր ժամանակ հատկացնեմ խաղալու իրենց հետ, սիրելու իրենց, որովհետեւ իրենք այդ սերը իրենք իսկապես վաստակել են։ Փաստորեն քո կյանքում բան չի փոխվել։ Ոչ։ Շատ լավ։ Իսկ նախագիծը որ վարում էր Ռոզի Ավետիսովան, ինքը ընթացքի մեջ է։ Ոչ, նախագիծը չկա, կարծես հուլիսից թե օգոստոսից արդեն չկա, նախագիծը փակվել է։ Շատ լավ։ Այդ մի կողմը գոնե մի քիչ հանգստանում ենք։ Այո։ Բայց մի բացահայտում եմ ուզում քո թույլտվությամբ անել, չգիտեմ ովքեր գիտեն թե չգիտեն, Ավետիսովան նաև աս բարմեն է։ Այդքան էլ աս չէ վաղուց, դե չեմ աշխատում։ Ես լսել եմ ընկերներ, որ ասում են իրա պատրաստած կոկտեյլները, ինչ ասես կխառնի իրար, իմպրովիզ կանի ու անուն էլ չունենա, բայց դու կխմես դա։
Դե ես համով ձեռք ունեմ երևի։ Գաղտնիքը այստեղ համով ձեռք ունենալն է ավելի շատ։ Այդ հոբիա թե Այդ իհարկե հոբի է, ես դա հոբի եմ համարում, որ այն ինչը որ դու չես ընտրել որպես հիմնական մասնագիտություն եւ չես արել այնպիսի պրոֆեսիոնալիզմով, չես սովորել հատուկ դրա համար հատուկ հաստատությունում եւ դա չի դարձել քո հիմնականը, ես ամեն դեպքում դա համարում եմ հոբի։ Այո, դա հոբի է եղել, որով ես աշխատել եմ եւ որը սիրում եմ, առ այսօր եմ սիրում։ Երբ ես գնում եմ բար ինքս խմելու, 10 րոպե հետո հասկանում եմ, որ ինձ այդքան հետաքրքիր չի նստել ինքս խմելու վայելել ինչ որ մի շատ լավ պատրաստված կոկտեյլ, ինձ հետաքրքիր է թե այն մյուս կողմում ինչա կատարվում, ու ես ուզում եմ լինել այնտեղ, ես միևնույնն է ուզում եմ լինել պատրաստողը եւ ոչ վայելողը, որովհետեւ դա մի մասնագիտություն է, որ իր հետաքրքրությունը ինձ համար երբեք չի կորցնում։ Եվ առհասարակ ես սիրում եմ պատրաստել։ Ես գիտեմ, որ ինձնից երբեք տպավորություն չի ստեղծում եւ այդպիսի հարցադրումները եղել են, թե դու որևէ աղերս ունես խոհանոցի հետ, ասենք տարական ձվածեղ պատրաստել գիտես թե ոչ, բայց ես միշտ ծիծաղում եմ, այո, ես չունեմ այդ ժամանակը լինելու երկար խոհանոցում, բայց ես շատ սիրում եմ նախ համով սնվել լավ առողջարար մթերքով եւ համով եւ պատրաստել այդ ամբողջը ինքս, ես շատ համով եմ պատրաստում եւ այն մարդիկ, ովքեր բախտ են ունեցել դա փորձելու, կվկայեն, որ ես շատ համով ձեռք ունեմ եւ այդտեղից գալիս է նաեւ կոկտեյլներ կամ ինչ որ մի բան, խմիչք, հա, թեկուզ դա լինի լիմոնադ, ոչ կոկտեյլ, պատրաստել շատ համով։ Դա ինչ որ երևի թե, չգիտեմ, տաղանդի պես բան է, որ գուցե քեզ հետ ծնվում է եւ դա չես սովորի ոչ միտեղ։ Բայց Ռոզի Ավետիսյան դրել էր ճանաչումը, զարգացումը նաև կողք, նաև ժամանակ եղել դու բարմնությամբ վաստակել ես։ Այո, ես վաստակել եմ եւ գիտես ինձ համար նա եթե իմ ճանաչումը ինձ խանգարելու է որպես մարդ կյանքում, ես չեմ ուզում այդ ճանաչումը եւ ես երբեք դրան կուլ չեմ գնում, որովհետեւ կյանքի ցանկացած իրավիճակում ես մնում եմ միևնույն է մարդ։ Քանի ֆիլմում եմ ես նկարվում, ինչքան մարդ է ինձ ճանաչում, մեծ հաշվով այդ ուշադրությունը իմ ներսում իմ համար եւ իմ գլխում շատ բան չի փոխում։ Ես ինչպիսին կամ, այդպիսին մնում եմ, ես դա միշտ թողնում եմ ինձնից, իմ դռնից դուրս։ Դա մի առանձին աշխարհ է, որտեղ այո, կա այդ ամբողջը, բայց ես չեմ թողնում, որ այդ ճանաչողությունը եւ կյանքի այդ ձևը դառնա թելադրող իմ կյանքում։ Դա երբեք ինձ չպիտի ինչ-որ բաներ թելադրի։ Գուցե կան կետեր, որտեղ այո, դա ուզես թե չուզես թելադրում է, բայց դա բանտ է, եթե դու միջև վերջ տրվում ես դրան, դա բանտ է, որտեղ դու ապրում ես, իսկ ինձ համար իմ ազատությունը աշխարհում ամենաթանկ բանն է, որը ոչ մի փողով չեմ գնի։ Դրա համար մենք կերոյնել նմանություն ունենք։ Իսկ Ավետիսյան պատրաստ է մի քանի բլից հարցերի ճաշակնել տենց թելադրվող, որը չես ուզում կարող ես անցնել, որն ուզում ես կարող ես ընդլայնվել մի խոսքով։ Օրը սկսվում է առավոտյան ժամը։ Օրը երբեմն ավարտվում է առավոտյան, ոչ թե սկսվում։ Հա, տենց։ Այո, լինում են այդպիսի օրեր, բայց չէ, հիմնականում չստեմ։ Երևի թե առավոտյան իմ օրը սկսվում է 11-ին, ամենաշուտը առհասարակ, եթե ես աշխատանքային զբաղված գրաֆիկի մեջ չեմ, ես երկար քնող մարդ եմ։ Ես սիրում եմ քնել, ես կատու եմ, ես պետք է մինիմումի 9 ժամը քնեմ։ Բայց հասցնում ես։ Հիմա չէ։ Հա, վերջացավ։ Առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Առավոտյան սուրճ, երեկոյան թեյ։ Երկուսն էլ կան։ Շատ լավ։ Դու խոսքի մեջ ասացի, որ շատ համեղ պատրաստում ես, իսկ ո՞րն է կառոնն Ռոզի Ավետիսյանի ուտեստը։ Ոյ, շատերը ասում են, որ պաստաներ եմ համով պատրաստում, ես ինքս իտալական խոհանոցի սիրահար եմ, ու ասում են, որ պաստաները ինձ մոտ առանձնահատուկ համով է ստացվում, առանձին սոուսով հատկապես, երբ սոուսն եմ ես պատրաստում, բայց երևի թե այդ, հա, այսպես ասեմ, առանձնացնեմ, որ ասում են չի ասի, որ ինչ-որ հատուկ ուտեստ կա, որ ասոցացվում է ինձ հետ, չէ։ Լավ, սեզոնային տրենդները հետևում է Ռոզի Ավետիսյան, գերի ես, թե տենց ինչ-ինչ սազեց։ Հետևում եմ, բայց երբեք գերի չեմ, միևնույն է ընտրությունը կանգնում է միշտ նրա շուրջ, դա ինչ է ինձ սազում։ Սաներվածք, որ դու ունենում ես, ամենաերկարը, որ պահել ես կոպիտ ասած, մեկ քանի ամիս է եղել Ավետիսյանը։
այս կարճ սանրվածքս բավականին երկար ստացվեց այս անգամ, շուտով տարին կլրանա։ Լուրջ ես ասում։ Հա։ Այս բավականին ռեկորդային էր ինձ համար։ Դուրդ եկել է դրա համար։ Եվ դուրս եկել էր ինձ հաճելի էր կարճով մնալ եւ նաեւ այնպես եղավ որ նախագծեր եղան, որից հետո արդեն էլ չէի կարող փոխել։ Ահա։ Ու ստիպված պետք է ամիսներով մնայելի այսպես։ Դրա համար ես մնացի համարյա մի տարի, սա կլինի մի տարի կարճ մազերով։ Որտեվ ես քեզ գիտեմ, որ դու հոգնում ես սանրվածքներից։ Հա, խելագարվում եմ առանց փոփոխությունների։ Շատ լավ, ինչի՞ց է վախենում Ռոզի Ավետիսովան։ Եվ անկեղծ չեմ մտածել երբևէ այդ հարցի շուրջ։ Գուցե շատ բաներ կան, ինչից ես վախենում եմ, ինքս էլ չգիտեմ։ Բայց արդյոք պետք է վախերի մասին մտածել, չէ՞։ Դե չէ, լավ։ Նախընտրում ես ընդհանրապես ընկերուներով սուրճ, թե մնալ տանը մենակ պոպկորն ֆիլմ միացնել կատուներիդ հետ։ Որն է հիմա ավելի ցանկալի քեզ համար։ Հիմա ստիպված մնում եմ պոպկորն կատուներ տարբերակով ռեժիմից ելնելով, բայց ինձ համար արդեն իսկապես այս բան է, առանձնահատուկ տոն է դարձել նոր տարվա պես ընկերուհիներից տեսնելը կամ սրճելը նրանց հետ, այդ հնարավորությունը, այո, դու ինքդ գիտես, որ չեմ ունենում ամիսներ, դրա համար հիմա իհարկե ընկերուհիների հետ սուրճ։ Նախընտրելի է։ Շատ լավ, ինչը կարող է հունից հանել քեզ կամ ով։ Երևի թե անարդարությունը։ Երբ գիտես ու հունից դուրս ես գալ քեզ հետ հունից հանելը։ Հիմա շատ չէ, բայց ամեն դեպքում ես կամ ու մնում եմ շատ էմոցիոնալ մարդ եւ ես փորձում եմ հունից դուրս չգամ ամեն դեպքում, որովհետև հունից դուրս գալուց հետո ես մի ուրիշ մարդ եմ, մինչև այդ ուրիշ մարդ եմ եւ այն մյուսին ես չեմ ուզում որ իսկապես մարդիկ տեսնեն եւ հանդիպեն նրան, որովհետև ինքս էլ նրանից շատ գոհ չեմ, բայց երբեմն իսկապես մարդկանց հաջողվում է քեզ հունից անել։ Ինչի երբեք չես ների։ Ինձ թվում է ես ամեն ինչ եմ ներում։ Ուղղակի չեմ մոռանում։ Նստվածք թողում եմ։ Հա, պարտադիր է հիշելը, հա, երբ ինչ որ բանի մասին չես հիշում, դա անգամ, չգիտեմ, վիրավորում է քեզ, բայց կարող ես ներել, որպեսզի դա չխանգարի քեզ ապրել եւ չչարացնի քեզ։ Պլյուս մեծացել ես։ Շատ։ Իսկ ինչը երբեք չես բարձրաձայնի։ Երբեք։ Թեմաներ, չգիտեմ, դա անձնական, գործնական չես բարձրացնել։ Երբեք չեմ սիրում բարձրաձայնել այն առաջինը այն ինչ վերաբերում է ուրիշներին, ուրիշների գաղտնիքներին եւ իրենց կյանքին, չեմ սիրում բարձրաձայնել։ Իմ մասով ես ավելի անկաշկանդ մարդ եմ եւ շատ անկեղծ կարող եմ ինչ որ բաների շուրջ խոսել։ Բայց ամեն դեպքում երբ խոսքը վերաբերում է անձնականին, երկու մարդու մեջ տեղի ունեցող թե վեճերին, թե իրենց փոխհարաբերությունների տեսակին, կարող է ինչ որ բաներ արտահայտվեն, բայց մաքսիմալ փորձում եմ այդ տարածքը փակ պահել մյուսների համար եւ չբարձրաձայնել։ Շատ լավ, սեր թե փող։ Այդ մեծացելեսից հետո ես պիտի ասեի փող։ Քո։ Չէ։ Այսպես ասեմ։ Հա։ Թող լինի փող։ Որովհետև այն ամենասիրուն սերը ինչի մասին որ խոսվում է գրքերում եւ թատրոներում, ես այդ խաղում եմ եւ ապրում եմ թատրոնում։ Եվ այդ սերերի այդ բազմաժանրությունը եւ իր ամբողջ գունապնակը ես իմ մասնագիտության մեջ վայելում եմ, ինչը որ իրականում չկա մեր կյանքում։ Հետո դրա համար թող լինի փող։ Իսկ համաձայն ես այն թեմայդ, որ ինչքան էլ սիրուն սեր է լինում, բայց որ փողը պակասում է, սիրուն խանգարում է։ Փող ոչ թե փող պակասումը սիրուն խանգարումը, այլ երբ փողը պակասում է, մենք հայտնվում ենք կենցաղային շատ տհաճ խոսակցությունների եւ ինչ որ բաների մեջ եւ երբ մարդու միտքը ուրիշ բաներով է զբաղված, ինքը այլևս չունի այն ազատությունը եւ չունի այն հնարավորությունը, տարական հնարավորությունը ինչ որ մեկին ժամանակ տրամադրելու, սիրելու, հա, եւ իսկապես այո, դա ինչ որտեղ ազդում է, բայց մենք չենք էլ կարող ասել, որ երբ դու ունես փող, դու կարող ես իա գնել այդ սերը կամ դու կարող ես քեզ լիարժեք երջանիկ զգալ, միևնույնն է այդ ամենը հարաբերական է։ Հարաբերական է։ Գյուղ թե քաղաք։ Քաղաք։ Ֆիլմ թե ներկայացում։
Ոչ արտիստ, խնդրում եմ պատասխանել այս հարցին։ Դու ինքդ որպես հանդիսատես ո՞րն ես ավելի շատ նախընտրում։ Որպես հանդիսատես ֆիլմ։ Շատ լավ։ Իսկ որ ծաղկին ես քեզ նմանեցնում։ Դե մի ծաղիկ կա, որ ես կարող եմ ինձ նմանացնել Դվարդն է միանշանակ։ Ինչու։ Դե որովհետև սիրուն է, բայց փշեր ունի։ Փշերը ճիշտ ասում ի դեպ ասեմ իմանալ։ Կյանքի հերոս ունես, Ռոզ։ Իմ կյանքի հերոսը կանայք են։ Այն կանայք, ում ես իմ կյանքում հանդիպել եմ, այն ուժեղ կանայք, ում ես հանդիպել եմ, այն ճիշտ մայրերը, ում ես հանդիպել եմ իմ կյանքում, որոնք այնպիսի տիեզերական մասշտաբի դժվարություններ են հաղթահարել մենակ, այնպիսի փորձությունների են ենթարկվել եւ մնացել են մարդ եւ պահպանել են իրենց արժեքները, այդ մարդիկ, այդ կանայք իմ հերոսներն են։ Ես համաձայն եմ քեզ հետ։ Իսկ իմ ընկերուհին ոսկի արծաթից որն ավելի շատ նախընտրում։ Երկուսն էլ։ Բայց ես գիտեմ, որ դու նաև լուրջ բիժուտերիա ես կրում։ Այո, ինչու՞ ոչ։ Մենք ունենք գործընկեր, իմ ընկերների խանութսրահն է Eliza Amy Queens խանութսրահ, որ մոտակա 1 ամիսների ընթացքում բոլոր իմ կին հյուրերին նվիրել է հատուկ բրենդային բիժուտերիա։ Եզրափակվում է բնականաբար 1 ամիսը եւ այն որ ասում է նաեւ վերջի նվերը հասավ մեր Ռոզի Սվային։ Ռոզի ձեր Instagram-ան էջեր ուղարկում եմ իմ ընկերներին, մոտավորապես իրենց ճաշակով ուղարկում են ձեզ նվեր։ Նվերը քոնն է։ Շնորհակալ եմ Հուսով շատ։ եմ կընդունես, կվայելես։ Ես կարող եմ այն նայել։ Կարող ես նաեւ նայել եւ ասել ինչքանով է քեզ մոտ։ Շատ հետաքրքիր է։ Իդեպ ոսկե պատեն եւ sense վրան եմ արդեն հասկանալ է որ սազում այն։ Հա, քոննամ։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ իմ ընկերներին։ Եվ վերջում ամփոփենք Ռոզ։ Վերջի բամբասանքը քո մասին խնդրում եմ եթե ասամ։ Եվ ինչու ոչ կարող ես հերքել, կարող ես այդպես ծիծաղել, նաեւ զարմանալ առասպելության վրա։ Շատ տարօրինակ հիմա չեմ հիշում, բայց շատ ինչ որ վերջերս շատ ծիծաղելի բան է իմ մասին լսել։ Հա, քեզ ինձ հեռու էր շատ։ Հա։ Շատ հեռու էր, գոնե մոտ լիներ, որ մոտ լիներ, կասեի դե լավ, ինչ որ բան հասկացել են։ Բայց որ չգիտեմ, բայց ինձ համար ամեն տեսակ բամբասանքները ծիծաղելի են։ Ես շատ մեծ ցինիզմով եմ վերաբերում դրան եւ միշտ ժպիտով եւ միշտ այդ ինձ համար ծիծաղելի է, որտեվ չես կարող դրան լուրջ նայել, էլի։ Շատ լավ։ Իսկ այն բամբասանքը, որը համացանցում տարածված է, ինչու չգիտեմ, ինչու նկարները վերցրել են խմբակներ, չեմ ասում կայքեր, որ ինչու իր սիրելի մարդուց բաժանվեց Ռոզի Ինչ որ բան ես վերջերս տեսել այդ նկարն այնքան հին նկարեր, բայց մտնում ես էջ եւ ուղղակի տեսնում ես քեզնից կադրեր, բայց այնտեղ լուրջ բամբասվում է այն թեման, որ դու դավաճանության զոհ ես, տենց բան կա։ Իմ կյանքում ամենախնդալու տեքստը վերջի Իմ կյանքում իսկապես չի եղել այդպիսի մի պատմություն, ոչ մի հարաբերությունների մեջ, որ երբևէ ես լինեմ դավաճանության զոհ։ Չի եղել ուղղակի։ Իսկ դու լսել ես, որ քեզ ավելի շատ նաև ուզում են տեսնել դերասանի կողքը որպես սույկ։ Ուզում են քո կողքը անպայման կողակիցը լինի դերասան։ Դու դրա մասին գիտես։ Եթերից հետո անուններ կտամ, քեզ չեմ ուզում եթերում ասել։ Ոչ, նշել եմ, որ դերասանների կողքը լինեմ, գոնե հուշեն օգնեն ինձ, էլի։ Քեզ խանգարող թեմաներ կլինեն, բայց ասեմ իմանաս։ Համենայն դեպս ես ուղղակի գժվում եմ այն թեմաների համար, երբ որ լավ գիտեն իմ ընկերներն են։ Իսկ կլինի դերասանները հոլիվուդյան լինեն։ Հենց դա տեղական են։ Տեղական արտադրանքը լավ։ Եվ ինձ ասում են, «Ձին այդ ճիշտ ասում երեխեք լուրջ ձեզանից լսեցի» ու մեկ-մեկ ռոս այնքան լուրջ են հարցնում քեզ, ունենց հավատացնող։ Քեզ թվում է ինքը քո հետ մեծանում է։ Իմ տանն ապրում հետո։ Հա, ու գիտու ես արդեն զանգում եմ, ասում տենց բան կա, դե չկա։ Եթերից հետո ես քեզ դա հարցնելու եմ Ռոզի։ Շատ լավ։ Մի դերասանուհի կար, չեմ հիշում անուն այդ դերասանը, բայց հանճախ բաներ ասել էր, ես ուզում եմ, որ իմ մասին խոսեն ամեն ինչ, բացի ճշմարտությունից։
Շատ լավն է։ Իսկ ես այսքանից հետո ասեմ, որ շատ հեռուստադիտողների խնդրանք իրականացրեց, չեք կարող պատկերացնել, թե մոտակա 1 ամսվա ընթացքում ինչքան եմ ես անհանգստացրել իմ ընկերուհուն, բայց երբ որ ստացա նամակձին ես գալիս եմ, այդ արդեն ինձ համար էր շատ հաճելի։ Դու գիտես, այն որ ասում ատերները բաց են, ես ուզում յուրաքանչյուր նորություն առաջինը ես ներկայացնում, այդ էգոիզմի մեծ մեծանում է, ավետիսվա։ Ես ում դու առաջինը ինձ մոտ լինես։ Միշտ առաջինը կգամ այստեղ։ Վերջացա, ես քեզ շատ սիրում եմ։ Նմանապես։ Ուզում եմ մյուս անգամ գաս, ասես ձին բամբասանք չի, բայց տաղավարից ենքով իմ կեսնա, գոնե հանգստանա Խեղճին բերել եմ այստեղ։ Ասել եմ սպասի։ Շատ լավ, շնորհակալ եմ, շատ սիրում եմ քեզ։ Նմանապես։ Իսկ այսքանից հետո շնորհակալ եմ բոլոր այն հեռուստադիտողներին, ինչու ոչ որ պահանջում եք Ակոպովնից, թե ով լինի ինձ մոտ տաղավար։ Գոնե այդպես իմ ընկերներին ավելի շուտ եմ տեսնում ինձ մոտ եթերում։ Միջև հիմա ձեզ հետ տաղանդավոր իմ գեղեցկու ընկերուհիներ եւ իհարկե ձեր Ձինե Ակոպովնան, ում փնտրում գտնում եք բացառապես 21 TV եթերում։ Բարին ընձես։ Հասկացի ամեն ինչ չէ մեզ թվում ինչպես որ կա ճիշտն ասողն աչքերը չեն քո սրտին հավատա կասկածում է միտքը մեր իսկ հոգին է անկասկած հենց գտնես քո մեջ դու սեր չի լինի ոչ մի հատ Ծանոթացեք Հին օրերից ոչ մի բան չի փոխվել Թե երկնքում են մեր սերը ձուլել Էլ երկնային օրենքներն են անզոր Ու չկա ոչ մի օր, որ միասին չենք Հին օրերից ոչ մի բան չի փոխվել Թե սրտի մեջ քո անունն է գրվել Ինչ է լինի, թե աշխարհն էլ ջնջվի Կմնանք երկուսով, սերը մեզ հետ է Բաժանում Չես հասկանում ոնց կարող է փշուրից մեծ մի սեր ծնվել նորից թե ինձնից էլ դու փոխ չես սիրուց դու չես կարող դու բախտի քո Այդքայական ձիուկը մախքի տեղում է Շատ կարևոր է որ դու ինձ հիմա հավատաս Հին օրերից ոչ մի բան չի փոխվել թե երկնքում են մեր սերը ձուլել Հել երկնային օրենքներն են անզոր ու չկա ոչ մի օր որ միասին չենք հին օրերից ոչ մի բան չի փոխվել թե սրտի մեջ քո անունն է գրվել ինչ է լինի թե աշխարհն էլ ջնջվի կմնանք երկուսով սերը մեզ հետ հավետ է բաժանում չի Ստես գորում է քեզ Սիրում եմ կա Կրկնվող մի պատմություն Ոնց երկու սիրտ երկու անուն Սիրելով են մի անուն Ու քանի դեր միասին են սրտեր Մահ անգամ չի կարող բաժանել Էլ երկնային օրենքներն են Ախր մենք իրար երկար ժամանակ ճանաչում ենք ու սիրում ենք Էլի սկսեցինք Քանի դեր միասին են սրտեր Մահ անգամ չի կարող բաժանել Ինչ են լինի Աշխարհն էլ ջնջվի Կմնանք երկուսով Սերը մեզ հետ հավետ է Բաժանում չի լինում
քանի դեռ մեր սրտերը միասին են։